Բացի այն գործողությունները, որոնք դուք ունեք թղթի վրա, էլ ինչ քայլեր եք ձեռնարկում իսկապես իրավիճակը եւ առհասարակ մթնոլորտը երկրում փոխելու համար։ Այն, որ մեր նախարարության անունը արդարադատության նախարարություն է, չի նշանակում, որ ինչպես պարոն Վարդանյանն էլ նշեց, մենք պատասխանատու ենք մեր երկրում արդարադատություն իրականացնելու համար եւ այն, որ մեր նախարարության անունը արդարադատության նախարարություն է, չպետք է քաղաքացիների մոտ թյուր ընկալում ստեղծի առայն, որ մեր երկրում արդարության մթնոլորտի արդարադատության իրականացման պատասխանատուն նախարարություն է, որովհետև նախարարությունը որևէ երկրում նման երևույթի պատասխանատուն չի կարող լինել, նախարարությունը քաղաքականության մշակման պատասխանատուն է եւ նախարարությունը զբաղված է հենց այդ գործով։ Ես մի միտք ունեի տարիներ շարունակ, որովհետև այս հարցը տարիների խորքից է գալիս, միշտ մարդիկ շփոթմունքի առաջ են կանգնում, նույնացնում են արդարադատության նախարարությունը արդարադատություն իրականացնող մարմինների հետ եւ միտքս այն էր, որ պետք է նախարարության անունը փոխենք ոնց որ այլ երկրներում է եւ դարձնենք օրենքի նախարարություն օրինակ, բայց հետո մտածում եմ ցանկացած հակաօրինական արարք, որ տեղի ունենա մեր երկրում, Ministry of Law, որ շատ երկրներում այդպես է կոչվում, Ministry of Law, բայց հասկացա, որ բոլոր հակաօրինական արարքները էլի կկապվեն այդ նախարարության հետ ու մենք խնդիրը դրանով ըստ էության չենք լուծի եւ կրկնում եմ, որ նույնիսկ բարոյական դաշտում այն ամենի համար, ինչը արդար չէ կամ արդար չի ընկալվում քաղաքացիների կողմից, ես եւ նախարարությունը պատասխանատու չենք։ Մենք պատասխանատու ենք ոլորտի քաղաքականության մշակման համար, որը իրականացնում ենք եւ իրականացնում ենք կոնկրետ հասցեագրումներով, կոնկրետ նախագծերով, որոնց մասին ես արդեն խոսեցի։